Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, կրկին Էկոնոմիքսն է։ Ավանդաբար մենք անդրադառնում ենք քաղաքական ուժերի տնտեսական, սոցիալական պլատֆորմերին, քանի որ այն բավականին հետաքրքիր, հատկապես 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններով պայմանավորված, այս անգամ մենք անդրադառնալու ենք Մայր Հայաստան քաղաքական ուժի կուսակցության սոցիալ-տնտեսական պլատֆորմին։ Նրանք հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին եւ կարծում եմ սա եւս շատ կարեւոր տեղեկատվություն կլինի մեր լսարանի համար, թե ինչ օրակարգով են նրանք մասնակցելու ընտրություններին, ինչն են ավելի կարեւորում եւ մեր ընտրողները, խոսքը վերաբերում է եւ բիզնեսին եւ շարքային քաղաքացիներին, կարող են իրենց ընտրությունը կատարեն ելնելով ծրագրային հիմքից։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Թևանյան, Մայր Հայաստան կուսակցության տնտեսական մոդելը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչպես եք տեսնում նաեւ մեր երկրի զարգացումը կամ տեսլականը։ Տեսեք, նախ մի փոքր ինֆորմացիան ավելացնեմ, մենք այո հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ընտրություններին, բայց մասնակցելու ենք համախմբված տարբերակով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ եւ Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Այսինքն մեր այն ծրագրային մոտեցումները, որը մենք ունենք, դրանք հարստացնելու են, համալրելու են Առաջարկ Հայաստանին ծրագիրը, որի վրա տարբեր ուժեր, տարբեր մասնագետներ աշխատել են եւ այս առումով հստակությունը չէր խանգարի։ Ինչ վերաբերում է մոդելին, տեսեք, եթե այսպես կարճ թռիչքաձև անցումներ անենք, թե ինչպիսի տնտեսական հարաբերություններ են ձևավորվել Հայաստանում Սովետ միության փլուզումից հետո, ապա պետք է գնահատենք, որ սկզբնական փուլում, երբ որ կապիտալի նախնական կուտակում էր, մենք ստացանք վայրի կապիտալիզմ, բայց դա ոչ միայն Հայաստանին էր բնորոշ, այլ նաև պոստսովետական երկրներին։ Այդ վայրի կապիտալիզմը դա այն էր, երբ որ պետական սեփականությունից պետք է մասնավորի անցնեին եւ այդ մասնավորեցման գործընթացը բնականաբար վայրի ձևով էր կատարվում, որովհետեւ նախադեպը չկար եւ երկրորդն էլ քաղաքական։ Օրինակ ինչ է կփոխեիք այդ ժամանակ, պարոն Թևանյան։ Հիմա ավելի հեշտ է ասելը, ասենք կընտրենք փուլային անցման եւ մարդկանց ներգրավվածության ապահովման գործընթաց։ Կարծես թե փուլայինն է եղավ, իսկ 20%-ը մասնավորեցվեց, հետո հողերը մասնավորապես։ Փուլային բիզնես տրամաբանության շրջանակներում ես կասեի այն առումով, որ սեփականությունը չէր հայտնվի նրանց ձեռքում, ովքեր չէին հասկանում, թե դա ինչ է եւ գործարանը իրենց համար չէր դառնում հետագի ջարդում, որը պետք է վաճառել եւ արագ փող ստանալ։ Այսինքն այն մոդելն էր պետք ընտրել, համաձայն որի նրանք, ովքեր կարող էին աշխատացնել եւ ունեին բիզնես պլան, ըստ այդմ էլ նրանց պետք է հանձնվեր սեփականությունը, կարելի ասել այդ կարմիր տնօրենների ինստիտուտը հաստատ պետք չէր փլուզել, իսկ ցեխավիկների ինստիտուտը հաստատ պետք էր լեգալիզացնել եւ նրանց հնարավորություններ տալ։ Եվ ահա այդ վայրի գործընթացը, որ մենք տեսանք, ես կանվանեի առաջի փուլում վայրի կապիտալիզմ, հետո արդեն իշխանության եւ բիզնեսի սերտաճումը ձևավորեց այսպես կոչված նոմենկլատուրային կապիտալիզմ, դա Եգորյանի ձևակերպումն է, ուղղակի շատ տիպիկ բնորոշում է նոմենկլատուրային կապիտալիզմը։ Նոմենկլատուրային կապիտալիզմը հետագայում կերպափոխվեց հակամարտկային կապիտալիզմի եւ մենք մինչեւ հիմա ապրում ենք այդ հակամարտկային կապիտալիզմի օրոք, ինչա նշանակում հակամարտկային, երբ որ աղքատության բավական բարձր տոկոս կա, այսպես կոչված ջինի գործակիցը ցույց է տալիս բևեռացվածությունը հասարակության տարբեր շերտերի, հասարակության մի փոքր շերտ տնօրինում է համախառն ներքին արդյունքի եւ բիզնեսի բավական մեծ հատված, իսկ լայն շերտը շատ փոքր հատված է տնօրինում եւ խարխափում է օրվա հացի վաստակելու այդ գործընթացի մեջ եւ ահա մենք առաջարկում ենք, որ այս ցիկլը կապիտալիստական անցման ցիկլը պետք է վերափոխել եւ դարձնել, այսպես ասած, ժողովրդական կապիտալիզմ, մարդկային դեմքով կապիտալիզմ։ Ինչ է դա իրենից ներկայացնում, երբ որ հանրության տարբեր շերտերը միմյանց հետ համակեցության նորմեր են գտնում եւ այսպես ասած բարիշում են գործատուները եւ աշխատուժը։
Հիմա աշխատուժի իրավունքները պաշտպանված չեն հասկանալի պատճառներով, որովհետև նրանք թույլ են, չկան արհմիություններ եւ մյուս կողմից էլ բիզնեսն էլ պաշտպանված չի, որովհետև անընդհատ կա սեփականության վերաբաշխման վտանգ քաղաքական փոփոխությունների պայմաններում, ահա այս իրավիճակում պետք է բիզնեսը, հասարակությունը իրար հետ լեզու գտնեն, իսկ լեզու գտնելու մի բանաձև կա, որը մենք հենց առաջարկում ենք։ Դա մի կողմից հարկային պարտավորություններն են եւ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն է, հատկապես խոշոր բիզնեսին է դա վերաբերում։ Մյուս կողմից պետության այնպիսի հարկային քաղաքականություն վարելը, այնպիսի դրամավարկային քաղաքականություն վարելը, որը փողը եւ բիզնեսը հասանելի կդարձնի հանրության լայն շերտերի համար, մյուս կողմից էլ աշխատուժը պետք է այնպես վարձատրվի եւ խոցելի խմբերը այնպիսի վճարներ պետք է ստանան պետությունից, որ իրենց մինիմալ պայմանները ապահովեն եւ յուրօրինակ արժանապատվություն ապահովի, սոցիալական արժանապատվության մասին է խոսքը։ Այս առումով մեր առաջարկած բիզնես մոդելը դա հենց մարդկային դեմքով կապիտալիզմի մոդելն է, որի պայմաններում մենք նախ պատկերացնում ենք, որ սոցիալական վերելակը բիզնես շերտում պետք է այնպես աշխատի, որ փոքրը միջին կարողանա հեշտությամբ դառնալ, միջինը խոշոր, եւ մրցակցությունը պետք է արդար լինի եւ օրենսդրության շրջանակներում, իսկ աշխատուժն է պետք է նորմալ վարձատրվի։ Այս առումով մենք առանձնացրել ենք օրինակ այնպիսի քաղաքականություն, որը հայտնի բանաձև է ներմուծման փոխարինում, արտահանման ուղղված քաղաքականություն, բայց առանց պետության համապատասխան միջամտության դա մենք հնարավոր չենք տեսնում։ Պարոն Թևանյան, գալով ձեր վերջի շրջանում հրապարակած 10 կետերին, որոնց մեջ կար նաև սոցիալ-տնտեսական կետեր, դուք նշում եք, որ պետք է սոցիալական արդարություն լինի, մարդկանց բարեկեցության աճ լինի, թոշակների բարձրացում, դա ինչ չափելի թվերով եք ներկայացնում։ Այո, անշուշտ բոլորն էլ նման ցանկություն կարող են հայտնել, բայց որը կլինի այն չափելի թվերը, ցուցանիշները, որոնք կարող են մարդիկ գնահատել, օրինակ 5 տարի հետո դուք արեցիք կամ չարեցիք ձեր խոստացածը։ Այո, տեսեք, ուրեմն հակամարտկային կապիտալիզմը Հայաստանում հասավ մի գագաթնակետի, որտեղ անհրաժեշտ էին փոփոխություններ։ Օրվա իշխանության կողմից 18 թվականին առաջարկվեց հակամարտկային կապիտալիզմը վերափոխել Ռոբին Հուդյան տարբերակով, որը ուտոպիստական էր եւ որը բլեֆ էր նաեւ, այսինքն հարուստներից վերցնել, աղքատներին բաժանել։ Սա էր 18 թվականի ամբողջ կոնտեքստը սոցիալական արդարության այսպես կոչված, հենց դա էր, որը խաբեություն էր իհարկե, մի անգամ այդպիսի խոստումներ ժամանակին տվել են բոլշևիկները, ասել են, որ հողը գյուղացում կտանք եւ գործարանը բանվորներին, հետո բանվորները ոչ մի բան չստացան, իսկ գյուղացիներից շատերը հանձնվեցին հողին։ Այս առումով այդ բլեֆը մի անգամ տեսել էինք, բայց մեր ժողովուրդը փաստորեն երկրորդ անգամ անցավ այդ բլեֆի միջոցով։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում չափելի թվերի առումով։ Նախ հաշվի առնելով մեր տարածաշրջանում զարգացումները, միջազգային կոնյունկտուրան եւ Հայաստանի հնարավորությունները, մենք ձգտում ենք եւ այդ թիվը նշել ենք, չենք վախեցել այդ թվից, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 31-ի վերջում, այսինքն առաջիկա 5-ամյակում պետք է դառնա $75 միլիարդ։ Այս պահին այսինքն մոտ 3 անգամ պետք է ավելացնել։ 2 քանիս, որովհետև այս պահին IMF-ի տվյալներով 29 միլիարդ է համախառն ներքին 27 միլիարդ է համախառն ներքին արդյունքը, Հայաստանի վիճակագրությունը 29 է տալիս 25-ի համար։ Վերցնենք Հայաստանի թվերը, մոտ 2.5 անգամ պետք է բարձրանան եւ մենք դրա հնարավորությունները տեսնում ենք։ Եվ մեկ շնչին ընկնող եկամուտ այդ դեպքում $25,000 կարգի կլինի։ Հիմա մենք 9,000-ի կարգի ենք եւ զիջում ենք հարևան Վրաստանին։ Ուրախությունն այն է, որ գերազանցում ենք Ադրբեջանին, բայց այնտեղ տարբեր համակարգեր են։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք նախ այդ սոցիալական համերաշխության մոդելը բիզնեսի մեջ։ Ինչ է դա նշանակում։ Այս իշխանությունները, գիտեք, փոքր ու միջին բիզնեսի համար բավական ծանրացրեցին հարկային բեռը։ Կրկնակի ավելացրեցին։ Այո, շրջանառության հարկի մասով եւ այլն։ Մենք առաջարկում ենք բաժանումներ իրականացնել բիզնեսի շերտերում։
Առաջինը միկրոբիզնեսն է, որը մեր չափումներով մինչև 60 միլիոն տարեկան շրջանառություն ունեցողն են, 60 միլիոն դրամ։ Մենք դա համարում ենք միկրոբիզնես։ Միկրոբիզնեսի համար շրջանառության հարկը առաջարկում ենք սահմանել 0%։ Իհարկե այդտեղ պաշտպանվում են աշխատողների եկամտահարկ եւ այլ վճարումները, բայց շրջանառության հարկը, որը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին, մինչև 60 միլիոն տարեկան, այսինքն ամսական 5 միլիոն դրամի մասին է, դա հասկանում եք, որ բիզնեսն է, էլի դա համարյա ընտանեկան բիզնեսի կարգի բան է, դա 0%։ Մյուս շերտը մենք համարում ենք փոքր բիզնես։ Դա 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառությունն է, ընդ որում համարժեք երկրների եւ հատկապես Հարևան Վրաստանի թվերն ենք նաեւ վերցրել եւ ավելի համադրելի ենք դարձրել եւ ավելի լավ պայմաններ նույնիսկ, որովհետեւ նաեւ մրցունակ լինենք, 60-ից 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում տարեկան պետք է շրջանառության հարկը լինի 1%։ Իսկ եթե 180 միլիոն դրամը տարեկան գերազանցում է, բնականաբար այդ ամեն ինչը պետք է ֆիքսվի ՀԴՄ-ներով, որովհետև մենք չենք կարող ուրիշ ձև ֆիքսել։ Ապա պետք է բիզնեսը վճարի արդեն ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ, բայց այստեղ վերցրել ենք Վրաստանի թվերը եւ 1% պակաս ենք գրել, որպեսզի որոշակի մրցակցային առավելություն ստանանք։ Ավելացված արժեքի հարկը առաջարկում ենք 17%, Վրաստանում 18% է, եւ շահութահարկը առաջարկում ենք 14%, Վրաստանում 15%։ Մենք այս պարագայում բնականաբար հարց է առաջանում, թե բյուջետային մուտքերը արդյոք դրանից չեն տուժի եւ արդյոք այն սոցիալական առաջարկները, որ մենք անում ենք, օրինակ հասնել նվազագույն թոշակը 100,000 դրամի, արդյոք այդտեղ խնդիրներ չեն առաջանալու։ Դուք շատ լավ գիտեք, որ 100,000 դրամի դեպքում պետքա կրկնապատկեք ֆոնդը թոշակառուները։ Դա մոտարապես 2 միլիարդ դոլարի ընդհանուր համախառն թիվ է կազմում, ընդհանուր բոլոր վճարումները, եւ հարց կառաջանա, թե բյուջետային մուտքերը պակասելու դեպքում, այդ դեպքում ոնց ենք սոցիալական պատասխանատվություն սահմանելու եւ նաեւ զուգահեռաբար ասեմ, որ մենք 150,000 դրամ ենք առաջարկում նվազագույն աշխատավարձը, որը նվազագույն հնարավորությունն է։ Այստեղ տնտեսագիտությունից հայտնի է, այսպես ասած, քաղաքական առումով դա կոչվում է Ռեյգանո էկոնոմիկա։ Ակադեմիական լեզվով տնտեսագետները դա անվանում են լաֆերի կոր։ Համաձայն որի կարճաժամկետում, երբ որ դու հարկերը իջեցնում ես, կարճաժամկետում բյուջետային մուտքերը պակասում են, բայց միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մասշտաբի էֆեկտով, այսինքն բիզնեսի աշխուժացման եւ քանակական ու որակական առումով աճի դեպքում լաֆերի կորը ցույց է տալիս, որ հարկային դրույքաչափերի նվազեցումը բերում է հարկային մուտքերի աճին։ Մենք տեսնում ենք, պարոն Թևան, ձեր ասած այո, տնտեսական այդ մոտեցումը կա, բայց նույն Ռեյգանի քաղաքականությունը ցույց տվեց ճիշտ իջեցեցին հարկերը, բայց դա չփոխհատուցեց այդ կորուստներ, այսինքն տնտեսությունը այնքան չակտիվացավ, որ կարողանար փոխարինել։ Կարճաժամկետում համաձայն եմ ձեզ հետ, բայց երկարաժամկետում իրանք փոխհատուցեցին որոշակի բյուջետի դիֆիցիտը։ Իրանք վերադարձան էլի գրեթե նույն հարկային քաղաքականությանը։ Հիմա դուք հասկացա ձեր մոտեցումը, իջեցնենք հարկերը, որ տնտեսությունը ակտիվանա։ Հիմա ես կասեմ ինչով ենք լրացնելու այդ բացը։ Ուրեմն մենք գալիս ենք արդեն դրամավարկային տիրույթ, եւ եթե մենք չափումներ ենք անում, թե օրինակ տնտեսության մոնետիզացիան ինչ աստիճանի է, հիմա տնտեսության մեջ պետք է փող լինի, չէ՞ որ սնեցվի բիզնեսը։ Մեր մոտ փողը խեղդել են, այսպես ասած։ Օրինակ M2 ագրեգատ կոչվածը դրամական զանգվածի, այսինքն անկանխիկ շրջանառության համախառն այդ զանգվածը, որը սպասարկում է նաեւ համախառն ներքին արդյունքի շրջանառությունը, մեր մոտ բավական ցածր մակարդակի է։ Համախառն ներքին արդյունք դրամական զանգված հարաբերակցությունը տոկոսային առումով դրամական զանգվածը հնայի 42%-ն է արձանագրվել 25 թվականին։ Համատության համար ասեմ, որ Վրաստանում 2 անգամ բարձր է մոնետիզացիայի աստիճանը։ Չինաստանում մի քանի անգամ բարձր է, բայց այնտեղ 0% ինֆլյացիա են ստացել։ Վրաստանի ինֆլյացիան համադրել է Հայաստանի հետ։ Եթե պաշտոնականը վերցնենք 3.3 Հայաստանն է, փաստորեն մոնետիզացիայի աստիճանը դա 2 անգամ բարձր է, բայց դա չի հանգեցնում ինֆլյացիայի, այսինքն խոսքը չի գնում այն մասին, որ մենք եթե թոշակները դարձնենք 100,000 դրամ նվազագույնը, մենք փող ենք տպելու եւ բաժանենք։ Էլի գալիս ենք այն մոդելին, համաձայն որի դու պետք է ներդրումներ անես։ Ուրեմն
Աշխարհում ընդունված մոդել կա, համաձայն որի, երբ որ դու մոնետիզացիայի աստիճանը բարձրացնում ես, դու պետք է ֆինանսավորես կոնկրետ բիզնես ուղղություններ եւ ենթակառուցվածքներ։ Ավելի պարզ ասած, դուք առաջարկում եք դրամային զանգվածը տնտեսության մեջ, դա ինչպես է կանելու։ Լրացուցիչ դրամ եք տպելու բաց թողնելու, վերաֆինանսավորման տոկոսադրույք թե քիչ է ստանում։ Ասեմ, դրամական զանգվածը ավելացնում են կոնկրետ ուղղություններ ֆինանսավորելու նպատակով, ոչ թե որ տպենք փողը բաժանենք, որ ինֆլյացիայի կհանգեցնի, այլ պետք է փողը դնել կոնկրետ համաշխարհային փորձով, միջազգային փորձով եմ ես ասում, հատկապես Չինաստանն է դա արել։ Մեկը ենթակառուցվածքների զարգացում, երկրորդը բիզնես կոնկրետ ուղղությունների ֆինանսավորում, որը հատկապես արտահանմանն է ուղղված, կամ նվազագույնը ներմուծման փոխարինում։ Այսինքն փող է տալիս, կոպիտ ասած սրանք, որ ձևականորեն հայտարարեցին, որ պետք է անեին այդ հետաքրքրությունների ազգային հետաքրքրությունների ինստիտուտը եւ կոռուպցիայի վերածեցին, դա պետք է անել այն տարբերակով, որ ֆինանսավորումը տեղի ունենում եւ արագ ընդ որում Անիֆի մասին է խոսքը։ Այո, Անիֆը իրանք ուղղակի գրիկացրեցին, վարկաբեկեցին այդ գաղափարը եւ կոռուպցիոն սխեմաներ սարքեցին, բայց տվյալ դեպքում արդեն դա չի նշանակում, որ եթե դանակով մի անգամ մարդ են սպանել, դանակով չեն կարելի հաց կտրել։ Մենք առաջարկում ենք, որ այն ֆինանսական ուղղությունները, որտեղ որ շատ արագ հետ գալու հնարավորություն է լինելու, ֆինանսավորում է ստանում, դա նաև նպաստելու է տոկոսադրույքների իջեցմանը, բնականաբար դրամական զանգվածի աճը կարճաժամկետում տոկոսադրույքների իջնելու են, որովհետև փողի քանակը շատանալու է, որպես ապրանք գին իջնելու է։ Դա բերելու է վարկային տոկոսադրույքների իջեցմանը, որը իր հերթին կարող է խրախուսել, որպեսզի բիզնեսը ավելի շատ վարկային միջոցներ ներգրավի եւ բիզնեսը զարգացնի։ Պարոն Թևան, մեր բիզնեսը հիմա փողի խնդիր ունի, թե շուկայի հարց ունի, մրցունակության հարց ունի։ Կարծես թե մեր բիզնեսը, եթե ունի մրցունակ գաղափար, մրցունակ բիզնես կամ տեխնոլոգիա, ինքը շատ հեշտությամբ կարողանում է ֆինանսավորում գտնի։ Այսինքն մեր խնդիրը Ինչ գնով տարբեր, այսպես կարային, օրինակ հիմա պարտատոմսերն է բավականին տարածված, որ նույնիսկ այսպես հագուստ վաճառող խանութները սկսել են օրինակ պարտատոմսեր թողարկել եւ այդ ձևով նույնիսկ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել։ Այսինքն մեզ մոտ պետք է հասկանանք հիմա բիզնեսը իրոք իր ֆինանսական ռեսուրսների կարիք ունի, թե մրցունակության եւ շուկայի։ Եվ իրականում ես ասեմ 42%-ը հնայի բավական ցածր մոնետիզացիա է, շատ ցածր մոնետիզացիա է, շատ, որը խեղդում է ուղղակի։ Եթե պատկերացրեք դուք ունեք վառարան, որը չի վառվում կամ վառվում է շատ այսպես թույլ ու դուք մեջը փայտեր չեք նետում, որպեսզի տաքանա։ Չեմ ասում շատ նետենք վառարան վառվի։ Հիմա ասեք, որ ուղղությամբ նետենք փայտը, պարոն։ Ուղղությամբ նաև ձեր ծրագրում ունեք մեգա նախագիծ կամ նախագծի իրականացում։ Դրանք էլ են դրայվերներից մեկը, ուրեմն մեկը դա Գյումրի ազատտնտեսական գոտին է, որը մենք Գյումրի ընտրությունների ժամանակ էլ ներկայացրեցինք մանրամասն եւ պաշտոնապես հայտարարություններ եղան, որ պատրաստ են ներդրումներ անել դրսի ֆինանսական շրջանակները եւ պետական շրջանակները նաեւ շահագրգռվածություն ունեն, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը, որովհետեւ ռազմաբազայի քաղաք է, իրենք շահագրգռված են այդտեղ զարգացումով, բիզնես պետք է հիմնեին այդտեղ։ Վերամշակման, արտահանելի, լոգիստիկ եւ այլն այդ ամեն ինչ, այդ բոլոր հնարավորությունները փաթեթավորման, ասենք վերջնական արդյունք ստանալու ոսկու հետ կապված։ Մեր դիմացով ոսկիները գալիս գնում են, բայց Հայաստանը դրանից չի օգտվում։ Սա մի մեգա դրայվեր, երկրորդ մեգա դրայվերը տնտեսական, մենք առաջարկում ենք հենց Զվարթնոցի տարածքում, դա արդեն Սինգապուրի մոդելով, Սինգապուրի օրինակում մենք ուսումնասիրել ենք, այնտեղ այսպես կոչված ազատտնտեսական, ազատ առևտրի ավելի ճիշտ գոտի կա, եւ հենց օդանավակայանի տարածքում հսկայական պահոցային համակարգի գործում եւ այդ չվախենանք այդ բառից, յուրօրինակ օֆշորային գոտի կարելի է սարքել հենց Զվարթնոցի տարածքում նախ վերանորոգել այդ նախկին ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող համակարգը, այդտեղ օրենսդրորեն մենք տեսնում ենք, որ հնարավոր է ազատ առևտրի գոտու կենտրոնը սարքել, որտեղ նաև կարող են թողարկվել ոսկով փոխկապակցված կրիպտոարժույթներ պետական մակարդակով։ Սա նորույթ կլինի ընդհանրապես, որը կարող է հենց Հայաստանը կիրառել, որովհետև բացի ոսկու պահոստներից, որը այս պահին Դուբայից փախնում է, հասկանալի եւ հայտնի պատճառներով,
մարդիկ մանեն գալու տեղ, որպեսզի կարողանան իրենց հնարավորությունները պահպանել, մենք առաջարկում ենք 1 գրամ ոսկու հետ կապված միավոր կրիպտո արժույթներ թողարկել պետական մակարդակով, օրենսդրորեն պաշտպանված եւ դա միջազգային շուկայում շրջանառել։ Դա հսկայական գումարների հնարավորություն կտա Հայաստանի համար եւ այսօր հայտնի ձևակերպում կա, շատերը ասում են մարդիկ փախչում էին Միացյալ Էմիրություններ, որպեսզի հայտնվեն հարկային թաքստոցներում, բայց հայտնվեցին ռումբերից պահպանվող թաքստոցներում։ Իսկ դա ապաստարաններում ավելի ճիշտ։ Մենք կարող ենք ապաստարան տրամադրել Հայաստանի տարածքում եւ կրիպտո արժույթներ թողարկել, որը հսկայական միջոցներ կարող է բերել Հայաստանին, իհարկե մոտ տարի ու կես 2 տարի հետո, որից հետո մենք այդ մեր սոցիալական պարտավորությունները հնարավորություն կունենանք կատարելու, բայց բնականաբար այստեղ նաև քաղաքական կոմպոնենտն է առաջանում, դու երաշխավորված եւ իրական խաղաղություն պետք է այստեղ ապահովես, որպեսզի ներդրողները գան, թե չէ կլինի դա տրիպը, կլինի դա այդ մեր պատկերացած ազատ տնտեսական գոտին, մյուսները ոչ մի ներդրող ռիսկային տիրույթում չի մտնելու գործողություն անելու, իսկ մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ կարող ենք ապահովել երաշխավորված խաղաղություն եւ որի պայմաններում արդեն տնտեսական ներդրումներ ապահովել։ Ուրեմն մեր առաջարկները կապված կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների հետ ամբողջությամբ իրատեսական են գնահատում եւ այս առումով մենք համոզված ենք, որ բիզնեսի զարգացումը հնարավորություն է տալու այդ սոցիալական երկխոսությունը ապահովել եւ ի վերջո ձևավորել ժողովրդական կապիտալիզմ։ Ձեր ասած նախագիծը, որ Հայաստանը պետք է դառնա այսպես ներդրումային կենտրոն, հաբ եւ այլն, դա հնարավոր է իրականացնել առանց արևմուտքի, Չինաստանի, Ռուսաստանի հետ սերտ կապերի։ Քանի որ եթե մենք մի ուղղությամբ ունենանք կապ, մյուս ուղղություններով չունենանք կապեր, մենք խնդրի առջև ենք կանգնելու։ Այսինքն նույն Դուբայը հետաքրքիր ներդրողների համար այն տեսանկյունից ինքը որ բոլորի հետ լավ կապեր ուներ։ Իսկ ով ասում որ մենք պետք է վատ կապեր ունենանք։ Մենք ճիշտ ասած հենց իրական կոմունիկացիոն խաչմերուկը որ պատկերացնում ենք մեր ծրագրով, հենց նշանակում է որ Չինաստան, Հնդկաստան, Արևմուտք, Ռուսաստան, Իրան, բոլորի հետ նորմալ կապեր պետք է ունենք, ավելին մենք պետք է նաև հաստատենք գոնե կանխատեսելի եւ կառավարելի հարաբերություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց ոչ այն մոդելով, ինչ որ այսօր է առաջարկվում։ Այսօր առաջարկվում է արևմտյան Ադրբեջան մոդելը։ Այսօրվա իշխանությունը ինչ տնտեսական ծրագիր էլ առաջարկի, դա բլեֆ է, որովհետեւ նույնն է, որ մենք Արցախում այդ վերջին օրերին առաջարկենք ինչ-որ տնտեսական մոդել։ Չնայած ժամանակին կար նույնիսկ գրականություն այդ թեմայով, ինչպես պահել Արցախի տնտեսությունը շրջափակման պայմաններում, ես նույնիսկ գիտեմ, որպեսզի գիրք կար գրված, որովհետև այդ իրավիճակը կար Արցախն առաջի պատերազմի ժամանակ, բայց երկրորդ պատերազմի ժամանակ, քանի որ Հայաստանը իդեմս իշխանության որոշել էր, որ ինքը պետք է հանձնի Արցախը, որևէ աջակցություն չեղավ, այդ որ խոսում են ֆինանսական եւ այլ աջակցություններ, գիտեք ինչ բլոկադայի պայմաններում, երբ որ ապրանքներն ու ծառայությունները գործնականում սահմանափակված են, այդ փողը այդ ոչ մեկին պետք չի արդեն։ Բնամթերքը ավելի կայուն միավոր է դառնում վճարման, քան Իդեպ այդ ժամանակ իմ ուսանողների հետ, արցախցի ուսանողների հետ հոդվածների շարք սկսեցինք։ Ես Երևանում եմ, իրանք Արցախում բլոկադայի պայմաններում տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ մի 10 հոդված այդպես տպագրել ենք։ Հա, այդ ամեն ինչը հնարավոր էր պահել, իհարկե, թե դավաճանություն չլիներ եւ դավադրություն չլիներ։ Մեր պայմաններում տեսեք մենք եւ Եվրոմիության հետ օրինակ պատկերացնեք, որ ազատ վիզայի ռեժիմի անցնելը նույնպես տնտեսական խթան կդառնա եւ մենք Եվրոմիությանը դիտարկում ենք որպես գործընկեր բարեկամ միավոր, բայց նաեւ ասում ենք, որ շատ կներեք մեր հանդեպ ռասիստական մոտեցումներ մի ցուցաբերեք։ Ռասիզմը դա հետեւյալն է, երբ որ դու որպես մանրադրամ ես ընկալվում։ Ռասիզմը այն է, որ առանց վիզայի ռեժիմի հնարավորություն չի տրվում, չի բանակցվում։ Մենք ասում ենք մեր հանդեպ խտրականություն մի կիրառեք։ Իշխանապողության հաջորդ իսկ օրվանից մենք շատ էֆեկտիվ եւ կոշտ բանակցություններ պետք է սկսենք բարեկամաբար նույն ԵՄ-ի հետ,
որպեսզի անցնենք ազատ վիզային ռեժիմի, ինչը նույնպես տնտեսական խթաններից է։ Թվում է, թե մենք տուրիստ ենք արտահանելու, բայց Հայաստանի շրջանառությունը ավելի մեծանալու է, ավելի վստահելիությունը բարձրանալու է եւ Միացյալ Նահանգների հետ մենք այո պատրաստ ենք այդ արհեստական բանականության ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացնել հարաբերությունները տնտեսական, բայց ոչ ատոմային էներգետիկայի։ Օրինակ մենք գտնում ենք, որ ատոմային էներգետիկան պետք է ռուսական կողմից զարգացնել, որովհետեւ աշխարհում առաջատարը իրենք են։ Դե նոր մոդել է դա։ Դե մենք փորձարարական ճագար չենք մեր Հայաստանը։ Եթե հաջողվի ԱՄՆ-ում, ինչու ոչ, կարելի է նաև դա էլ կիրառվել։ Նույն օրինակ Ուզբեկստանի օրինակը իրենք կնքեցին եւ Ռուսաստանի հետ պայմանագիր եւ ԱՄՆ-ի հետ կնքեցին։ Այդտեղ կա նաև աշխարհաքաղաքականություն, այդտեղ կա քաղաքական բաղադրիչ, այդտեղ կա էներգետիկ բաղադրիչ, այստեղ հազարով մի հարցեր կան, ռազմաքաղաքական բաղադրիչ, բայց որակի առումով ամբողջ աշխարհում առաջատարը ատոմային էներգետիկա Ռուսաստանն է, ով որ իսկ արհեստական բանականության ոլորտում Միացյալ Նահանգները, ով որտեղ որ առաջատար է, այնտեղ էլ մենք պետք է ներգրավեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի կոմունիկացիոն զարգացմանը, դուք արդեն խոսում եք նոր շուկաների եւ այլնի։ Մենք իրական կոմունիկացիոն խաչմերուկ կառուցելու ջատագով ենք, այսինքն մենք գտնում ենք, որ եթե Ադրբեջանը օրինակ տրիպով ստանում է կոմունիկացիայի հնարավորություն դեպի Նախիջևան, ապա համարժեքության տրամաբանությամբ մենք պետք է ստանանք հնարավորություն ոչ միայն Հայաստանի տարածքով, այլ նաև Նախիջևանի տարածքով տրիպի պայմաններին համարժեք, դա գրել են, չէ՞, փոխադարձության սկզբում։ Ուրեմն նույն փոխադարձությամբ Նախիջևանով դեպի Իրան պետք է կարողանանք գնալ եւ Հայաստանի հյուսիսային հատվածով այդ Ղազախ այդ ճանապարհահատվածի այդ երկաթգծի տրամաբանությամբ դեպի Ռուսաստան պետք է կարողանանք գնալ եւ այդտեղ նույն Չինաստանը շահագրգռվածություն ունի, Եվրոմիությունը շահագրգռվածություն ունի, այստեղ մենք բոլորի հետ էլ կարող ենք խոսել, որովհետեւ եթե չկա կոմունիկացիա եւ չկան նոր շուկաներ եւ Թուրքիան օրինակ շարունակում է փակ պահել սահմաններն չի բացում կոմունիկացիաները, այդ դեպքում այո խնդիրներ են առաջանում, բայց ոչ միայն տնտեսական, նաեւ քաղաքական, աշխարհակաղակական, անվտանգային։ Դրա համար մենք կողմ ենք, որպեսզի կոմունիկացիաները իրոք ապաշրջափակվեն, իսկ այն ինչ որ այսօր կա, դա ապաշրջափակում չի։ Իսկ Չինաստանը իր պետական ծրագրով ընդունել է մի մոտեցում համաձայն որի այն երկրները եւ հատկապես հարավային Կովկասը մտնում է դրա տակ։ Այն երկրները, որոնք մետաքսի ճանապարհի վրա են եւ ապահովելու են հարևել-կարեմուտ կապը, այդտեղ զարգացնել ենթակառուցվածքները, հատկապես ճանապարհաշինության եւ այլն տեսքով, օրինակ գիտեք, Անակլեայում հսկայական միլիարդավոր դոլարներ ներդրում են արել։ Դեռ ընթացքի մեջ է իրականության մեջ, բավականին դանդաղ, բայց անում են ներդրումները։ Նույն Ադրբեջանում էլ են արել չինացիները։ Մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի ներգրավենք այդ միջոցները, իրենք անցած տարվա բյուջեն հայտարարվեց 1 տրիլիոն դոլար պրոֆիցիտ Չինաստանում եւ իրենք պետականորեն ընդունեցին զարգացնել ենթակառուցվածքները, որոնք մետաքսի ճանապարհի վրա են։ Հայաստանը ինտենսիվ բանակցելով միանշանակ հնարավորություն է ստանալու միջոցներ ներգրավել։ Եվ այս առումով այդ արտահանման ուղղված քաղաքականությունը նույն հանքարդյունաբերության դեմ, որ այստեղ ինչ որ կեղծ բնապահպանական բաներ են անում, այդտեղ միջազգային ստանդարտներ ներդնելով պետք է նաև զարգացնել հանքարդյունաբերությունը։ Հայաստանը այդքան լայն հնարավորություններ չունի, որ մենք փակենք, ասենք մեզ ոչ մի բան պետք չի։ Ժամանակին ատոմակայանն ու Նայրիտը փակեցին, հետո մենք տեսանք ինչ կատաստրոֆայի առաջ կանգնեցինք։ Այդպիսի բան չի կարելի թույլ տալ, բայց ժամանակակից տեխնոլոգիաները զարգացնելը նույնպես մեր առաջնահերթ խնդիրների մեջ է։ Ըստ էության դուք կողմնակից եք տարածաշրջանային եւ ավելի լայն ինտեգրման։ Միանշանակ նույն Վրաստանի հետ այսօրվա իշխանության հետ մենք մեր մոտեցումներով իդենտիկ ենք այն առումով, որ չենք պատկերացնում, որ Հայաստանը պետք է դառնա աշխարհաքաղաքական մանրադրամ եւ պատկերացնում ենք, որ բոլոր հարաբերությունները հյուսիս-հարավ, արևել-կարևմուտք պետք է զարգացնել եւ այդտեղ առնվազն Հայաստանը կարող է վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման մեջ հարթակ տրամադրողի դեր կատարել եւ ակտիվ միջնորդի դեր կատարել, հաշվի առնելով մեր ռազմավարական հարաբերությունները, որը իհարկե հիմա փչացած են վերականգնելուց հետո նույն Ռուսաստանի հետ մենք հնարավորություն ենք ունենալու շփվել եւ Վրաստանի հետ կապված օրինակ նույն աբխազական երկաթգծի մասով պետք է ինչ-որ լուծումներ գտնել
եւ այլընտրանքային նաեւ ցամաքային ճանապարհը, գիտեք, լարսում անդադ խնդիրներն առաջանում։ Այդ բոլորը հնարավոր է, եթե մենք միասնական տրամաբանության մեջ գործենք։ Իսկ այսօր Հայաստանը չի գործում տարածաշրջանային տրամաբանության մեջ, ինքը գործում է գործիքային տրամաբանության մեջ եւ փաստացի կողմնակից է դառնում, որպեսզի արտատարածաշրջանային ուժերը ներգրավվեն տարածաշրջանային զարգացումների մեջ, ինչը կոնֆլիկտացին է դարձնում։ Այդ դեպքում Հայաստանի ոչ մի տնտեսական մոդել օգուտ չի տա։ Եթե դու ռեալ երաշխավորված խաղաղության բանաձև չունես, այդ դեպքում տնտեսական բանաձևերն էլ չեն աշխատում։ Իսկ մենք կողմնակից ենք, որ այդ ապաշրջափակումը ռեալ տեղի ունենա եւ մենք ստանանք մարդկային դեմքով կապիտալիզմ։ Պարոն Թևանյան, գալով մեր արդեն ներքին տնտեսությանը, մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ ֆինանսաբանկային ոլորտում, նաև դուք այդպիսի կետեր ունեիք, որ բավականին ծանր վարկային բեռ կա, մինչև 5 միլիոն դրամ վարկային բեռի տուժտուգանքները, ոչ թե բուն մայր գումարը, այլ տուժտուգանքները համաներման ենթարկել եւ ես կարծում եմ, որ հաշվին, ինչի հաշվին։ Բանկերի։ Բանկերի հաշվին։ Նայեք, տուժտուգանքները մենք կենտրոնական բանկի եւ բանկերի հետ պետք է քննարկումներով հանգենք դրան։ Հիմա ես ասեմ, մենք ոչ թե բանկերին դրանով խեղդում ենք, այլ ասում ենք մինչև 5 միլիոն դրամ տարեկան է, այդ 5 միլիոնն է պատական չի վերցրած։ Տեսեք, մենք ասում ենք միկրոբիզնեսը տարեկան 60 միլիոն, ամսական 5 միլիոն։ Այդ 5 միլիոնը վերցրել ենք այդ շրջանառության ամսական չափը, որը անհուսալի, ուրեմն տուժտուգանքներ առաջացրած վիճակ է, ոչ թե ասում ենք վարկից հրաժարվեն վճարելուց, այլ տուժերը ներեն։ Հիմա ունեն արդյոք բանկերը այդ հնարավորությունը նման քայլի գնալու։ Ես համոզված եմ, որ այո, որովհետև մենք վերջի 20 տարվա Հիշեք 18 թվականին նման որոշում կայացվեց, հարկերի հաշվին բանկերը ներեցին տուժերը 2018-ին, հարկերի հաշվին իրաց։ Բայց հիմա 18-ից ասեմ ինչով է տարբերվում։ Վերջին 5 տարվա ընթացքում թվերը նայել եք, համոզված եմ, բանկերի շահութաբերությունը աճել է 11 անգամ։ 1 միլիարդ 100 միլիոն դոլար։ Ինչ նախանգամ ձեզ պրոգրեսիվ հարկ կիրառել։ Չէ, ուրեմն նախ ուզում եմ ասեմ ձեռքերը քարի տակ չի բանկերի։ Մենք խոսում ենք նաև սոցիալական համերաշխությունից եւ համակեցությունից։ Դա էլ է դրա մեջ մտնում եւ եթե հիշում եք այդ ուկրաինական պատերազմից հետո, հատկապես դրանից հետո է բանկերի շահույթները ավելացել։ Այո, դրանից հետո կտրուկ է ավելացել։ Մենք երբ որ համեմատում ենք Վրաստանի բանկային համակարգի միջնորդավճարներ, կանխիկացման տոկոսներ եւ այլն, Հայաստանում սարսափելի տարբերություն կար՝ ի վնաս սպառողի, ի վնաս բանկից օգտվողի։ Հետո մի քիչ փոփոխության ենթարկեցին, բայց միևնույն է, Հայաստանում բանկերը ստանում են, այսպես ասած, գեր շահույթներ եւ այս առումով ես կարծում եմ, որ բանկային ոլորտը իր փոխադարձ սոցիալական քայլը պետք է կատարի, եթե անհրաժեշտ լինի մենք օրենսդրորեն դա կանենք։ Օրենսդրորեն ասեք, որ դուք պետքա ձեր շահույթի հաշվին բանանեք։ Օրենսդրական փոփոխություն եթե անհրաժեշտություն լինի կանենք։ Եթե չէ, ուրեմն բանկերի միությունով, կենտրոնական բանկով, ներքին որոշումներով, նորմատիվներով ձևը կգտնենք իհարկե, բայց տուժտուգանքները ներելը դա յուրօրինակ, ասենք, սոցիալական համերաշխության եւ համակեցության քայլ է լինելու եւ բացի այդ մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի տոկոսադրույքները բարձր են եւ ըստ էության բանկ-բիզնես հարաբերության մեջ բանկը իր վրա վերցնում է 0% ռիսկայնություն, բիզնեսը վերցնում է 100% ռիսկայնություն եւ այն պարագայում, երբ որ բանկը իր հետ փաստացի փայ է մտնում բիզնեսի մեջ։ Ես հենց սպառողական վարկերը չեմ քննարկում։ Այդ 5 միլիոն դրամը դուք էլ եք հասկանում, ինքը կարող է սպառողական վարկերի մեջ էլ հիմնականում ասենք փոքրները որ վերցնում ենք հսկայական չափի ասենք 2 միլիոն մարդուց ավել ներգրավվածություն կա այդ բանկերի վարկային համակարգի մեջ եւ տուժտուգանքները ներելը ես կարծում եմ որ շատ նորմալ քայլ կլինի հաջորդ սոցիալական քայլը որ մենք առաջարկում ենք դա գույքահարկի կրկնակի կրճատումն է որովհետեւ դա էլ այսպես ասած մարդկային դեմքով կապիտալիզմ դառնալու քայլերից մեկն է լինելու որովհետեւ մարդիկ կան, ովքեր սովետական միությունից ստացել են բնակարաններ, ասենք, կենտրոնում, եւ հիմա գույքահարկի պատճառով ստիպված են լքել կենտրոնը, բայց իրենք նաեւ յուրօրինակ քաղաքային մշակույթի մաս են կազմում այդ մարդիկ։ Այդ դիմագիծը փոխելը եւ այլն, եւ դա նաեւ անմարդկային քայլ է։ Հաջորդը, գիտեք, մենք դատական էպոպեայի եւ դրամատիկ զարգացումների մեջ ենք
քաղաքապետարանի հետ Մայր Հայաստանը դատեր տվել կարմիր կետագծերը եւ կապուտ կետագծերը որպես ավտոկայանատեղի թանկացնելու այդ որոշումը եւ իշխանափոխությունից հետո ինքներդ եք հասկանում Երևանում ինչ է կատարվելու հավաքանիում եւ մենք կհասնենք նրան որ այդ ավտոկայանատեղիների թանկացման որոշումը չեղարկվի 13 անգամ թանկացրել են որը ոչ մի ձևով հիմնավորված չի Դատարաններն էլ որոշում են կայացնում, ուղղակի սրանք անընդհատ ձգձգում են, այսպես դիմում են վճռաբեկ, վերաքննիչ եւ այլն, անընդհատ ձգում են, այնքան որ տարին բրծնի, հետո նորից այդ տարվա վրա որոշումը կայացնում են եւ մարդկանց թալանում են, որովհետեւ 13 անգամ թանկացնելը որևէ հաշվարկի մեջ չի տեղավորվում։ Այս առումով ունենք մեր առաջարկը նաև ավտոկայանատեղիների հետ կապված, դուք գիտեք նաև տրանսպորտի հետ կապված մեր մոտեցումները, խելացի քաղաքի գաղափարը։ Խելացի քաղաքի գաղափարը, այո, մտնում է կառավարման ոլորտի մեջ եւ նաև կանաչ գոտիների ստեղծումն ու դրանց կառավարումը խելացի քաղաքի ամենապրիմիտիվ առաջին քայլը այն է որ ավտոբուսների կայանատեղիները ուղղակի մարդկանց հուշեն թե երբ է գալու տրանսպորտը, ասենք մենք կայանատեղիներ ենք տեսնում, որոնք ասենք, չգիտեմ, ավերակներ են հիշեցնում։ Երևանը որպես Հայաստանի այսպես հիմնական կենտրոն ֆինանսատնտեսական առումով իրոք կառավարման խնդիր ունեն, այնտեղ մենք կլաստերների զարգացում ենք տեսնում, օրինակ Երևանի թանգարանի այդ հատվածը Ուրարտու Երևանին ինտեգրել Երևանի տնտեսական եւ տուրիստական կենտրոնի մեջ, ինչպես նաև կասկադը վերջնական տեսքի բերել որպես այցեկարտերից մեկը։ Շատ ծրագրեր կան իհարկե, բայց հիմնականը երաշխավորված խաղաղություն ապահովելն է եւ երաշխավորված տնտեսական զարգացումը այդ դեպքում բնականաբար կյանքի կոչել հնարավոր կլինի։ Շնորհակալ եմ պարոն Թևանյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր լսեցինք Մայր Հայաստան կուսակցության առաջարկների փաթեթը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ կարծում եմ այս առաջարկությունները կարող են համալրվել նաև տարբեր բիզնեսի, տարբեր անհատների առաջարկություններով, այսինքն դուք կարող եք նաև ձեր գաղափարները, մտքերը փոխանցել քաղաքական ուժերին, որոնք կարող են մշակել, ներկայացնել։ Սովորաբար ամբողջ աշխարհում հենց այդպես է տեղի ունենում, շահագրգիռ կողմերը իրենց գաղափարներն են ներկայացնում քաղաքական ուժերին եւ նրանք ընդունում են, առաջ են տանում, փոխում են, ներկայացնում են հանրությանը, այսինքն այդ բիզնես նաև քաղաքական ուժերի հետ կապը պետք է ակտիվանա։ Դրանի շահում են բոլորը։